2026 թվականի հունվարի 1-ից Կալիֆորնիայում ուժի մեջ կմտնեն մի շարք նոր օրենքներ, որոնք կազդեն աշխատաշուկայի, սպառողների իրավունքների, շրջակա միջավայրի և առողջապահության վրա։ Ինչպես արդեն գիտենք, նոր տարվանից նահանգում աշխատանքի նվազագույն ժամավճարը կբարձրանա մինչև $16.90 և կդառնա պարտադիր բոլոր գործատուների համար։ Ամբողջությամբ կարգելվի բարակ պլաստիկ տոպրակների օգտագործումը։ Գնումների ժամանակ քաղաքացիներին կառաջարկվեն վճարովի թղթե պայուսակներ կամ սեփական բազմակի օգտագործման պայուսակների կիրառություն։ Խստացումներ են նախատեսվում առաքման ծառայությունների համար։ Եթե ծննդի կամ ապրանքի պատվերը ուշացումով կամ սխալմամբ տեղ հասնի, ապա ամբողջ գումարը պետք է վերադարձնել իրական գումարով, ոչ թե կրեդիտներով կամ բոնուսներով։ Աշխատանքային օրենսդրությամբ կչեղարկվեն Stay or Pay ուսուցման պայմանագրերը։ Այսուհետ գործատուները չեն կարող աշխատակիցներին պարտադրել վերապատրաստման ծախսերի վերադարձ միայն այն պատճառով, որ վերջիններս որոշել են թողնել աշխատանքը։ Առողջապահության ոլորտում նոր սահմանափակումը վերաբերում է ինսուլինին։ Նահանգի կողմից կարգավորվող խոշոր ապահովագրական ծրագրերի շրջանակում դիաբետով հիվանդների ամսական համավճարը չի կարող գերազանցել $35։ Օրենքների փաթեթում ներառված են նաև մի շարք այլ փոփոխություններ, կոսմետիկ նպատակներով կատուների ճանկերի հեռացման ամբողջական արգելքը, ինչպես նաև նոր վարձակալական պայմանագրերով աշխատող գազօջախի և սառնարանի ապահովումը պարտադիր կդառնա տան տերերի համար։ Խոսենք նվեր-քարտերից։ Ապրիլի 1-ից հնարավոր կլինի կանխիկացնել $15 կամ ավելի քիչ մնացորդ ունեցող քարտերը։ Նահանգային իշխանությունները կոչ են անում բնակիչներին և բիզնեսներին նախապես ծանոթանալ բոլոր փոփոխություններին, քանի որ օրենքների ամբողջ փաթեթը միաժամանակ ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից։ Իսկ այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու րոպեներ անց։ Զելենսկին և Թրամփը հանդիպել են Ֆլորիդայի Mar-a-Lago կալվածքում։ Ուկրաինա-ԱՄՆ խաղաղության ծրագիրն այլևս քննարկված իրականություն է, իսկ դրա հիմնական կետերի մանրամասները կիմանաք քիչ անց։ Ռուսաստանը ձերբակալել է ԱՄՆ-ի օգտի լրտեսի։ Նյու Յորքում և հարակից տարածքներում վերջին տարիների ամենախոշոր ձնաբուքն է գրանցվել։ Հետևանքների մասին քիչ անց։ Քաղաքական, ծաղրական մրցանակներ են ստացել մի շարք հայտնի քաղաքական գործիչներ, այդ թվում նաև Թրամփը։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը հայտարարել է ամենավտանգավոր ներգաղթյալների մասին։ ԱՄՆ-ում մեծ թափով աճել է սնանկությունը, մանրամասները հաղորդման երկրորդ բլոկում։ Դոնալդ Թրամփի և Ջեֆրի Էփշթեյնի գործին առնչվող նորություններ նույնպես կան։ Ինչպես նաև այսօրվա համար մեր թիմը նախապատրաստել է վիճակագրական և հետաքրքիր թեմաներ։ Վիճակագրական հատվածում այս անգամ խոսելու ենք ԱՄՆ-ում հեռավար աշխատողների թվի մասին, որը հատկապես վերջին տարիներին դարձել է ակտուալ աշխատաշուկայի համար։ Իսկ հետաքրքիր բաժնում կխոսենք ֆասթ-ֆուդի երկու հսկաների՝ McDonald's-ի և In-N-Out-ի մասին, այնպես որ դիտեք հաղորդումը մինչև վերջ։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին։ Ես Լենա Կարապետյանն եմ և ինչպես միշտ ձեզ կպատմեմ Միացյալ Նահանգներում տեղի ունեցող ամենաքննարկվող իրադարձությունների մասին։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, չմոռանաք լայքել և մեկնաբանություններում գրել, թե որտեղից եք հետևում մեզ, իսկ ես շարունակեմ հաղորդումը։ Վլադիմիր Զելենսկին ժամանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ֆլորիդայի Mar-a-Lago կալվածք և բանակցություններից հետո հայտարարել է, որ Ուկրաինան և ԱՄՆ-ն խաղաղության 20 կետանոց ծրագրի շուրջ մոտ 90%-ը համաձայնեցրել են։ Նրա խոսքով ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքների հարցը ամբողջությամբ համաձայնեցվել է, իսկ Եվրոպայի մասնակցությունը անվտանգության ապահովմանը գրեթե ավարտված է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ գործընթացում դեռևս կան երկու ամենաբարդ հարցերը, որոնցից մեկը տարածքային խնդիրն է։ Նրա խոսքով Ռուսաստանը կարող է կարճ ժամանակում վերահսկողության տակ վերցնել Դոնբասը և այդ պատճառով, ըստ նրա, խաղաղությունն ավելի նպատակահարմար է հաստատելը հենց հիմա։ Զելենսկին չի բացառել, որ ծրագրի զգայուն կետերի շուրջ Ուկրաինայում կարող է հանրաքվե անցկացվել։ Թրամփը նաև հայտարարել է, որ Եվրոպան իր վրա կվերցնի Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հիմնական մասը։ Կողմերը նախատեսում են հունվարին Վաշինգտոնում հանդիպել եվրոպացի առաջնորդների հետ խաղաղության ծրագրի վերջնական տարբերակը քննարկելու համար։
Անդրադառնալով Վլադիմիր Պուտինի հետ զրույցին, Թրամփը նշել է, որ քննարկվել է Զապորոժիեի ատոմակայանի գործունեությունը եւ համաձայնություն կա դրա շրջակայքում հրադադարի հարցում։ Նրա խոսքով Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Ուկրաինայի վերականգնմանը եւ մատակարարել ռեսուրսներ ցածր գներով։ Մոսկվայի քաղաքային դատարանը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության նախկին աշխատակից 38-ամյա Արսենի Կոնովալովին ԱՄՆ-ի օգտին լրտեսություն իրականացնելու մեղադրանքով դատապարտել է 12 տարվա ազատազրկման։ Աշխատակիցը իր պատիժը կանցկացնի խիստ ռեժիմով գաղութում։ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության հաղորդմամբ տղամարդը ձերբակալվել է 2024 թվականի մարտին։ Քննության ընթացքում պարզվել է, որ ԱՄՆ-ում երկարատև գործուղման ընթացքում նա ֆինանսական վարձատրության դիմաց ամերիկյան հետախուզական ծառայություններին գաղտնի տեղեկություններ է փոխանցել։ Հրապարակվել է նաև ձերբակալման տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են հատուկ ծառայության աշխատակիցները ավտոմեքենայի մեջ դիվանագետին ներկայացնում պետական դավաճանության մեղադրանքը եւ ձեռնաշղթաներ հագցնում։ Կոնովալովը զբաղեցրել է Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության երկրորդ քարտուղարի պաշտոնը Հյուսթոնում եւ ԱՄՆ-ում ծառայության է անցել 2014-ից 17 թվականներին։ Թե կոնկրետ ինչ բնույթի գաղտնի տեղեկություն է նա փոխանցել եւ որ ամերիկյան հետախուզական կառույցի հետ է համագործակցել, պաշտոնապես չի հաղորդվում։ ԱՄՆ-ում արագ տեմպերով աճում է սնանկության թիվը եւ հարվածի տակ են հայտնվել գրեթե բոլորը՝ միլիարդավոր դոլարների շրջանառություն ունեցող կորպորացիաներից մինչև ընտանիքներ եւ փոքր խանութներ։ Խոշոր կորպորատիվ սնանկությունը արդեն հասել է վերջին 15 տարվա առավելագույն մակարդակին եւ փորձագետները խոստովանում են իրավիճակը անսովոր է։ Իրավաբանների խոսքով, ի տարբերություն նախորդ ճգնաժամերի, այս ալիքը կենտրոնացված չէ առանձին ոլորտներում։ Եթե նախկինում սնանկությունները գալիս էին փաթեթներով, ինչպես օրինակ 2022 թվականին կրիպտո շուկայի դեպքում, ապա այժմ դրանք ամենուր են։ Մասնագետները նշում են, որ իրենց 30 տարվա պրակտիկայում նման լայն տարածում տարբեր ոլորտներում չեն հիշում։ ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում ուժեղ ձմեռային փոթորիկ է գրանցվել, որը ստացել է Դևին անվանումը եւ տարածաշրջանում դարձել է վերջին 4 տարվա ամենախոշոր ձնաբուքը։ Նյու Յորքի եւ Նյու Ջերսիի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել։ Փոթորիկը սկսվել է դեկտեմբերի 26-ին ծանր իրավիճակ ստեղծելով Նյու Յորք նահանգի կենտրոնական եւ հարավային շրջաններում, որտեղ ձյան շերտը որոշ վայրերում հասել է մինչև 30 սանտիմետրի։ Նահանգապետ Քեթի Հոքուլը արտակարգ դրություն է հայտարարել նահանգի շրջանների ավելի քան կեսում եւ կոչ արել խուսափել ճանապարհորդություններից։ Վտանգավոր եղանակի վերաբերյալ նախազգուշացումներ են տարածվել նաեւ Փենսիլվանիայում, Մասաչուսեթսի որոշ հատվածներում եւ գրեթե ամբողջ Նյու Ջերսիում։ Փոթորիկը լուրջ խնդիր է ստեղծել տրանսպորտի ոլորտում։ Դեկտեմբերի 27-ին չեղարկվել է ավելի քան 1700 չվերթ, մոտ 9000-ը հետաձգվել են։ Ամենաշատը տուժել են Նյու Յորքի 3 խոշոր օդանավակայանները։ Պոլիտիկոն հրապարակել է իր ամենամյա սարկաստիկ հակաբարկանիշը Backhanded Awards քողարկված ծաղրական մրցանակներ անվանումով, որտեղ ընդգրկված են քաղաքական գործիչներ ու հանրային դեմքեր, որոնք տարվա ընթացքում աչքի են ընկել ամենաքննարկվող եւ վիճահարույց դրվագներով։ Քաղաքական ամենախայտառակ դրվագների համար անվանակարգում ընդգրկվել են Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Ալ Կապոնեի մրցանակը բանտում ցուցաբերած տոկունության համար շնորհվել է Նիկոլա Սարկոզիին, որը Պոլիտիկոյի հեգնական ձևակերպմամբ կալանքի մեջ 1 ամսից էլ քիչ ժամանակ անցկացնելուց հետո հրապարակել է իր բանտարկյալի օրագիրը վերնագրով հուշագրությունը։ Դոնալդ Թրամփը իր կողմից արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութերի համար, որոնք նաև ամբողջ տարվա ընթացքում ինտենսիվ տարածվում էին Թրամփի անձնական եւ սպիտակ տան էջերով, ստացել է արհեստական բանականության ներդրում արհեստական բանականության մեջ հակամրցանակը։ Իսկ Թրամփի սահմանած առևտրային մաքսատուրքերին դիմակայելու փորձի համար Ուրսուլա ֆոն դեր Լայենը արժանացել է «Դուք գոնե փորձեցիք» անունը կրող մրցանակի։ Truth Social-ում Թրամփը պնդում է, որ մաքսատուրքերը ապահովում են զրոյական գնաճ 60%-ով կրճատել են առևտրային դեֆիցիտը եւ նպաստել հնայի 4.3% աճին, սակայն պաշտոնական տվյալները այլ պատկեր են ցույց տալիս։
Նոյեմբերին գնաճը կազմել է 2.7%, թեև սպասվածից ավելի դանդաղ տեմպերով, բայց նշանակում է, որ գների աճը շարունակվում է։ Միևնույն ժամանակ երրորդ եռամսյակում հնայի աճը իսկապես հասել է 4.3%-ի, ինչը Թրամփը կապում է իր մաքսատուրքային քաղաքականության հետ։ Չնայած դրան, ամերիկացիները շարունակում են դժգոհել կյանքի թանկ լինելուց։ YouGov-ի հարցման համաձայն Թրամփին հավանողների թիվը 17%-ային կետով քիչ է, քան նրան չհավանողների թիվը, իսկ գնաճը մնում է այն թեման, որտեղ նա ամենացածր աջակցությունն ունի։ Ավելի բարձր գնահատականներ նա ստանում է սահմանների եւ անվտանգության հարցում։ Թրամփի խոսքով հանցավորությունը հասել է պատմական նվազագույնի, իսկ սպանությունները նվազել են ավելի քան 19%-ով։ Սպիտակ տունը դա կապում է կոշտ միգրացիոն քաղաքականության հետ, նշելով, որ ձերբակալված ապօրինի միգրանտների մոտ 70%-ը ունեցել է դատապարտություն կամ մեղադրանքներ։ Թրամփը նաև ընդգծում է, որ երկրում աշխատում է ավելի քան 163 միլիոն մարդ։ Հարավային Կալիֆոռնիայի Կաստեիկ շրջանում մագիստրալ գազատարի խոշոր վթարի հետևանքով մի քանի ժամով I-5 ավտոմայրուղին ամբողջությամբ փակվել է։ Մոտ 19,000 բնակիչ ժամանակավորապես ստացել էր տներում մնալու հրահանգ, որը ավելի ուշ չեղարկվել է։ Վթարը տեղի է ունեցել North Park Elementary դպրոցի մոտակայքում։ Ականատեսները հայտնել են պայթյունի նման ձայնի եւ գազի ուժեղ հոտի մասին։ Վնասվել է 34 դյույմ տրամագծով գազատար խողովակը։ Ըստ նախնական տվյալների, խզման պատճառ կարող էր լինել հողի տեղաշարժը կամ սողանքը, պայթյուն կամ հրդեհ չի եղել։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը իր հրապարակած էլեկտրոնային տվյալների բազայում Ուկրաինայից եւ Ռուսաստանից ներգաղթյալներ է ներառել, որոնք դասվել են այսպես կոչված ամենավատերի մեջ ամենավատը ցանկում։ Նախարարության տվյալներով ցանկում ընդգրկվել են 27 ուկրաինացի եւ 18 ռուսաստանցի, որոնք մեղադրվել կամ դատապարտվել են ծանր քրեական հանցագործությունների համար։ Նրանց դեմ առաջադրված մեղադրանքների թվում են էլեկտրոնային կապի միջոցներով իրականացված խարդախություն, թմրանյութերի վաճառք, փողերի լվացում, գողության նպատակով ապօրինի ներթափանցում եւ այլ տեսակի հանցագործություններ։ Տվյալների բազայում ներառված են նաեւ Բելարուսի երկու քաղաքացիներ, որոնցից մեկը մեղադրվում է հարձակման, մյուսը կողոպուտի մեջ։ Ներքին անվտանգության նախարարությունը ամենավատերի Web Edge-ի գործարկման մասին հայտարարել էր դեկտեմբերին։ Այդ բազայում հավաքագրվում են տվյալներ այն ապօրինի ներգաղթյալների վերաբերյալ, որոնք ձերբակալվել են նախարարության կողմից այն պահից սկսած, երբ Դոնալդ Թրամփը վերադարձել է Սպիտակ տուն։ Մամդանի երթմնակալության միջոցառման անվտանգությունը նոր տարվա գիշերը կապահովեն Նյու Յորքի ոստիկանության վարչության 350-ից 400 աշխատակից։ Նյու Յորք Post-ի տվյալներով միայն ոստիկանների արտաժամյա աշխատանքի համար քաղաքը կարող է վճարել մինչև $500,000։ Միջոցառումը, որը կանցկացվի Մանհեթենի 7 տարբեր հատվածներում, համընկնում է Times Square-ի ամանորյա միջոցառումների հետ, ինչի պատճառով ոստիկանության մի շարք ստորաբաժանումներ ժամանակավորապես կհանվեն իրենց առօրյա ծառայությունից։ Սակայն քննադատների խոսքով ստեղծվում է հակասական պատկեր ժողովրդի իշխանություն կարգախոսով քաղաքականություն մտած գործիչը իր պաշտոնավարումը սկսում է թանկարժեք միջոցառման պայնել խիստ ոստիկանական գործողությունների միջոցով։ Մամդանին եւ Նյու Յորքի ոստիկանության վարչությունը միջոցառման արժեքի վերաբերյալ առայժմ որևէ մեկնաբանություն չեն ներկայացրել։ Քաղաքագետ Մալեք Դուդակովի խոսքով, եթե արհեստական բանականության շուրջ եղած մեծ սպասումները չարդարանան եւ AI փուչի կպայթի, դա կարող է լուրջ խնդիրներ ստեղծել Թրամփի վարչակազմի համար։ Այդ դեպքում տեխնոլոգիական խոշոր ընկերությունների արժեքը կարող է արագ ընկնել։ Նրա կարծիքով այսօր ԱՄՆ տնտեսության աճը մեծապես կախված է AI ոլորտում արված մեծ ներդրումներից։ Եթե այդ գումարների հոսքը կանգ առնի, տնտեսությունը կարող է դանդաղել, իսկ ամենավատ դեպքում երկիրը կարող է մտնել տնտեսական անկման մեջ։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ջեֆրի Էփշթեյնի գործին առնչվող բոլոր անձինք իր խոսքով դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ են լինելու։ Truth Social-ում կատարած գրառման մեջ նա խոստացել է հրապարակել այն դեմոկրատների անունները, որոնք կապ են ունեցել սեքսուալ հանցագործության մեջ մեղադրված ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի հետ։
Թրամփը պնդում է, որ այդ մարդիկ նախկինում ստել են, հայտարարելով, թե Էփշտեյնի հետ որևէ կապ չեն ունեցել։ Երբ անունները հրապարակվեն եւ պարզ դառնա, որ նրանք բոլորը դեմոկրատներ են, ապա նրանց կողմից բացատրությունների կարիք կլինի, գրել է Թրամփը, առանձնացնելով միայն մեկ հանրապետականի։ Նրա խոսքով այդ անձինք մասնակցել են Էփշտեյնի միջոցառումներին, աջակցել են նրան ֆինանսապես, այցելել նրա կղզի եւ հրապարակայնորեն դրական են արտահայտվել նրա մասին, իսկ սկանդալից հետո խզել են կապերը։ Թրամփը նաեւ նշել է, որ մեղադրանքները հետագայում ուղղվել են հենց իր դեմ, մինչդեռ նա Էփշտեյնի հետ կապերը խզել է շատ ավելի վաղ։ Ամերիկյան ֆասթ ֆուդը վաղուց դուրս է եկել ուղղակի արագ սնունդ ընդունելու կարգավիճակից, այն ձևավորել է հատուկ մշակույթ եւ դարձել կյանքի ռիթմ, երբեմն էլ ազգային հպարտություն ու առողջապահական վեճերի աղբյուր։ Այս պատմությունն կենտրոնում են գտնվում երկու լեգենդար անուններ՝ Մակդոնալդսը եւ In-N-Out-ը։ Մակդոնալդսի մուտքը շուկա բավականին համեստ էր։ Այն տեղի ունեցավ 1945 Կալիֆոռնիայի Սան Բերնարդինոյում, բայց երբ բիզնեսին միացավ Ռեյ Քրոկը, այն դարձավ աշխարհի ամենահզոր ռեստորանային ցանցերից մեկը։ Այսօր աշխարհում գործում է ավելի քան 38,000 Մակդոնալդս։ Հետաքրքիր փաստ, ոսկե կամարները, այսինքն Մակդոնալդսի հայտնի դեղին M լոգոն, ճանաչում են աշխարհում նույնքան շատ, որքան Քրիստոսի արձանը Ռիոյում։ Բայց ամենահետաքրքիրն ու ավելի հակասականը Մակդոնալդսի ֆրիի գաղտնի համն է։ 1950-70-ականներին ֆրին եփվում էր տավարի ճարպով, ինչի շնորհիվ այն ուներ յուրահատուկ բույր։ Հետո ճնշման տակ նրանք անցան բուսական յուղերի, բայց ամերիկացիները բողոքեցին համի փոփոխությունից։ Այսօր նույնպես համի մի մասն ապահովում են բնական beef flavoring-ով, ինչը շատերը չգիտեն։ Այժմ տեղափոխվում ենք դեպի արևմտյան լեգենդ In-N-Out Burger, հիմնադրվել է 1948-ին Լոս Անջելեսի մոտ, այսօր այն ունի ընդամենը 400+ ռեստորան 8 նահանգում եւ հրաժարվում է ընդլայնումից։ Պատճառն այն է, որ ընկերությունը չի սառեցնում միսը, հետեւաբար մատակարարման շղթան չի կարող շատ կիլոմետրեր ձգվել։ Այդ պատճառով In-N-Out-ը դեռ չի կարողանում հասնել Նյու Յորք, թարմության պահանջներին համապատասխանելու համար ճանապարհը շատ երկար է։ In-N-Out-ը ունի նաև գաղտնի մենյու, Animal Style, Protein Style եւ այլ պատվերներ, որոնք պաշտոնական ցուցակում չկան։ Մյուս հետաքրքիր փաստը յուրաքանչյուր բաժակի փաթեթի կամ տուփի եզրին տպվում է աստվածաշնչյան տողերի կոդ, որը ընտանիքների հավատքի արտացոլումն է։ Իսկ աշխատակիցները ստանում են միջինից ավելի բարձր աշխատավարձ, քան այլ ֆասթ-ֆուդի կետերում։ Բարձր աշխատավարձերի շնորհիվ այս սննդի կետում սպասարկումը մշտապես բարձր մակարդակի է։ Մակդոնալդսն ու In-N-Out-ը նաև քաղաքական եւ մշակութային բախումների սիմվոլ են դարձել։ Մակդոնալդսը ներկայացնում է զանգվածային սպառողական մշակույթը, տնտեսական հսկայությունն ու արագ արդյունք փիլիսոփայությունը, իսկ In-N-Out-ը որակի, սահմանափակության եւ մնալով փոքր մեծ լինելու գաղափարը։ Սակայն երկուսն էլ իրենց դերն ունեն pop culture-ում, կինոից մինչև երաժշտություն, սպորտից մինչև սոցցանցեր։ Այսօր ամերիկացիների ավելի քան 85%-ը ֆասթ ֆուդ է օգտագործում ամեն շաբաթ։ Դա դարձել է ընկերական հանդիպումների վայր, ճանապարհորդության անբաժան կանգառ եւ նույնիսկ արհեստական բանականության համար պատվերների նոր տեխնոլոգիական փորձադաշտ։ Իսկ Մակդոնալդսն ու In-N-Out-ը շարունակում են պայքարել ոչ թե նույն շուկայում, այլ հիշողությունների եւ ճաշակների ներսում եւ միշտ հարց է ծագում, թե որն է իրական ամերիկյան բուրգերի ճշմարիտ դեմքը։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ ունենք հրապարակումներ, որոնք վստահ եմ կհետաքրքրեն ձեզ։ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հայտնվել է երկու կրակի միջև։ Մի կողմից արհմիություններն ու առաջադեմ դեմոկրատները պահանջում են բարձրացնել հարկերը հարուստների եւ խոշոր կորպորացիաների համար բազմամիլիարդանոց բյուջետային դեֆիցիտը փակելու նպատակով։ Մյուս կողմից բիզնեսը, չափավոր ընտրողները եւ Նյուսոմի սեփական նախագահական հավակնությունները, որոնց համար հարկերի նոր բարձրացումը կարող է դառնալ քաղաքականապես թունավոր քայլ։ Նյու Ջերսի նահանգի Համոնթոն քաղաքում օդում երկու ուղղաթիռ է բախվել։ Փթարի հետևանքով մեկ մարդ է զոհվել, եւս մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Գետնին հայտնվելուց հետո ուղղաթիռներից մեկը բռնկվել է, հրդեհը արագ մարվել է արտակարգ ծառայությունների կողմից։
Հեռավար աշխատանքը վերջին տարիներին դարձել է ամերիկյան աշխատաշուկայի ամենախոշոր փոփոխություններից մեկը։ Եթե մինչև 2020 թվականը այն համարվում էր բացառիկ արտոնություն, ապա այսօր արդեն միլիոնավոր ամերիկացիների համար դա սովորական աշխատանքի մոդել է։ Վերջին վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ թեև համավարակի ավարտից հետո գրասենյակային աշխատանքը մասամբ վերադարձել է, հեռավար եւ հիբրիդային ձևաչափերը շարունակում են պահպանել իրենց ուժեղ դիրքերը։ ԱՄՆ-ում ներկայումս աշխատում է մոտ 165 միլիոն մարդ։ Նրանցից շուրջ 22% աշխատում է հեռավար կամ հիբրիդային ձևաչափով։ Սա համարժեք է մոտ 36-ից 38 միլիոն աշխատողի։ Այդ խմբում մոտ 12%-ը աշխատում է ամբողջությամբ հեռավար, մշտապես տնից կամ այլ ոչ գրասենյակային միջավայրից։ Մոտ 10%-ը աշխատում է հիբրիդ մոդելով։ Շաբաթվա մի մասը գրասենյակում, մի մասը հեռավար։ Հեռավար աշխատանքը հատկապես տարածված է հետևյալ ոլորտներում՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, ֆինանսներ եւ ապահովագրություն, մասնագիտական եւ խորհրդատվական ծառայություններ, կրթություն, մեդիա եւ մարքեթինգ։ Այս ոլորտներում աշխատողների մինչև 40-ից 50% ունի մասամբ հեռավար աշխատելու հնարավորություն։ Ի տարբերություն դրան, արտադրությունում, առևտրում, առողջապահության մեծ մասում եւ սպասարկման ոլորտներում հեռավար աշխատանքը մնում է սահմանափակ, հաճախ 10%-ից պակաս։ Տարիքային պատկերը նույնպես խոսուն է։ 25-ից 44 տարեկանների շրջանում հեռավար կամ հիբրիդ աշխատանքի ներգրավվածությունը ամենաբարձրն է՝ մոտ 30%։ 18-ից 24 տարեկանների մոտ ցուցանիշը կազմում է մոտ 20%, իսկ 55 եւ ավելի տարեկանների շրջանում այն նվազում է մինչև մոտ 15%։ Սա ցույց է տալիս, որ հեռավար աշխատանքը առավել հասանելի է աշխատանքային շուկայի ամենաակտիվ եւ բարձր որակավորում ունեցող հատվածին։ Տարեկան $75,000 բարձր եկամուտ ունեցող տնային տնտեսություններում աշխատողների շուրջ 33% աշխատում է հեռավար կամ հիբրիդ ձևաչափով։ 30-ից $75,000 եկամուտ ունեցող ընտանիքներում այդ ցուցանիշը մոտ 20% է։ Մինչդեռ $30,000-ից պակաս եկամուտ ունեցող տնային տնտեսություններում հեռավար աշխատողների մասնաբաժինը չի գերազանցում 10-ից 12%։ Այս վիճակագրությունը հստակ ցույց է տալիս, որ հեռավար աշխատանքը ԱՄՆ-ում դարձել է երկարաժամկետ իրականություն։ Այն փոխում է աշխատանքի մշակույթը, քաղաքների կառուցվածքը եւ աշխատողների սպասելիքները։ Սակայն միևնույն ժամանակ թվերը մատնանշում են նաեւ սոցիալական անհավասարություն։ Հեռավար աշխատանքի հնարավորությունները հիմնականում կենտրոնացված են բարձր վարձատրվող եւ բարձր որակավորում պահանջող ոլորտներում, իսկ միլիոնավոր աշխատողներ դեռևս դուրս են մնում այս նոր մոդելից։ Այս թողարկմամբ մենք ավարտում ենք այս տարվա աշխատանքային շրջանը եւ անցնում տոնական արձակուրդի։ Շնորհակալ ենք, որ ամբողջ տարվա ընթացքում մեզ հետ եք եղել, կիսվել եք ձեր կարծիքներով ու աջակցել մեր աշխատանքին։ Մաղթում ենք ձեզ խաղաղ, լուսավոր ու հուսառատ նոր տարի առողջությամբ, ջերմությամբ եւ լավ սպասումներով։ Կհանդիպենք արդեն նոր տարում հունվարի 7-ին, մինչև այդ հաճելի տոնական օրեր եւ ամենայն բարիք։